Վերջի թեմային։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ Համբուրգում հանդիպեց մի շարք համբուրգահայերի։ Ծիծաղալի է այդ հանդիպումները Նիկոլ Փաշինյանի, քանի որ եթե հիշեք ժամանակին որտեղ որ գնում էր մեծաթիվ հայերի էր հավաքում, հանդիպում էր Միլանում, Լոս Անջելեսում, մյուս տեղերում, հիմա ընդհանրապես ժողովրդային հանդիպման համարձակությունը չունի եւ այդպես ասած հացընտիր մարդկանց իրենք ում են ճանաչում են, կանչում են, եթե նայեք այդ ցանկի մեջ առաջի շարքը լրիվորեն հենց իրեն ընկերակցող պետական գործիչներն էին, մեկն էլ իր կողմից ընտրված հանձնակատարն էլ, մի քանի օք էլ համայնքից այդպես ասած մարդկանց հրավիրում են, ուրեմն նստեցնում են այդտեղ։ Թող են մարդիկ, ովքեր Բերլինում կանգնած վանկարկում էին Նիկոլ Դավաճան, թողեք նրանց էլ նաև արիտային, ովքեր գային այդ սրահում նստեն եւ իրենց հարցերը տային Նիկոլ Փաշինյանին, հետո կտեսնենք արդյունքը ինչ կլիներ։ Մի քանի անգամ եկել է Միացյալ Նահանգներ Նիկոլը, իր կինը ամեն տարի գալիս է, հենց այս եղանակների դեկտեմբերի վերջին հունվարին գալիս է, ենթադրում եմ այս տարի էլ գալիս է, ես խորհուրդ տամ կնոջ ընկերակցի, գա Լոս Անջելես, այստեղ նման հանդիպում համարձակություն, եթե ունի, իսկապես կարծում եմ ինքը ճիշտ է, արդար է եւ ասելիք ունի, թող կա այստեղ կանգնի, հանրային մեկ հատ հանդիպում կազմակերպի եւ բաց թողնեն հանդիպումը եւ տեսնի թե ինչպիսի վերաբերմունքի կարժանանան ոչ թե մեր կողմից, որ 2018 թվականից միշտ իրադեմ ենք եղել եւ հայտարարել ենք այս իշխանապողության վտանգավոր հետևանքների մասին, այլ տեսնի այն մարդիկ, ովքեր 2018 թվականին այստեղի համար կուրս կեն ծեցում, այսօր ինչպես են մտածում իր մասին եւ ինչ կասեն իրան եւ ինչպիսի հարցումներ ուրեմն կուղեն։ Ամեն դեպքում այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպիսի մի առաջարկ ներկայացրեց, որ Հայաստանում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան, իսկ հետո նույն այդ հանդիպման իր խոսքերի շարունակության մեջ առաջարկեց, որ դե եկեք մենք զուգահեռաբար, ինքը շատ է սիրում այդ հայելային ձևաչափով, իրակեսական հայելայինը չասեց, ասեց զուգահեռաբար Ադրբեջանը փակում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեման, մենք էլ հրաժարվում ենք ուրեմն Արցախայության վերադարձի իրավունքը բարձրացնելուց, մենք էլ դրա մասին հայտարարենք։ Ես կարծում եմ այդ հայտարարությունից հետո Ալիևը մի կուշտ ծիծաղացել է։ Ինչու է ծիծաղացել, որտեղ մտքում ասել է այնգեր, դու ընդհանրապես հրաժարվել ես, ինչից ես ուզում հրաժարվել։ Այդ նման հայտարարություն կարող էր անել մարդ, որ մինչև ասենք Համբուրգում նման հայտարարություն կատարած լինել, միջազգային բեմեր այդպես ասած լցրած լիներ Արցախայության վերադարձի իրավունքի հայտարարություններով, բարձրաձայնած լիներ ամեն տեղ, տարբեր տեղերում երբ նստում էր բանակցության դա որպես նախապայման դրած լիներ սեղանին, հիմա ասենք այս փուլում գար եւ ասեր օքեյ, ես այդ ամբողջը ասել եմ, արել եմ, սեղանին դրել եմ բանակցության սեղանին, բայց հիմա այդ ամեն ինչից հրաժարվում եմ, դուք էլ սրանից հրաժարվեք։ Ալիևն ասել է ախպեր դուք սկզբից ես հրաժարված եղել ես բանից, ի՞նչն ես ուզում ինչի հետ փոխանակել, դու ընդհանրապես չունես այդ բանը, որ գաս ինձ հետ փոխանակես, ինչու պիտի հրապարակես, փոխանակես։ Եվ հենց այդ պատճառով որ այսօր ընդհանրապես տեսնում ենք արձագանք էլ չի եղել Ադրբեջանի կողմից, որ քանի որ կարծում եմ դեռ մինչև այսօր էլ Ալիևը Նիկոլի տված այդ առաջարկի վրա շատ ուժ ծիծաղում է։ Բայց ինչու է դա Պրահա 2, ես հայլի այդ հարցազրույցի ժամանակ էլ մանրամասնությամբ բացատրել եմ, այստեղ էլ մեկ անգամ բացատրեմ, որպեսզի պարզ դառնա վտանգը որտեղ է կայանում։ Մի հատ հիշենք Պրահայում Նիկոլին ոնց խաբեցին։ Իրեն տարան Պրահա, այնտեղ ասեցին եկ այստեղ, Ալիևն էլ կգա։ Դու հայտարարի, որ ուրեմն ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, դա հայտարարի, Ալիևին էլ կգա այստեղ կնստի, Հայաստանի տարածքային ամբողջականությունը կճանաչի, դու կիլոմետրերով քոնը ճանաչեն, էլ կիլոմետրերով Իրանը կճանաչի, այդպիսու խնդիրը լրիվորեն այդ տարածքային ամբողջականության ճանաչման թեման կփակենք։ Նիկոլը բարգյան չհաշված վազեց այնտեղ, առանց սպասելու, որ Ալիևը գա նման հայտարարություն կատարի, ինքը այդ հայտարարությունը այնտեղ արեց։ Ասեց, որ Արցախը այլևս Ադրբեջան է եւ վեճ, եւ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ու իդեպ այնտեղ ինչ որ քառակուսի կիլոմետրներ նշեց Հայաստանի համար, որ Հայաստանը այսքան քառակուսի կիլոմետր է, դրանից հետո իր հայտարարածից էլ սկսել է զիջել, անդադ հայտարարել է, որ սխալվել է, մի քիչ ավելի քիչ էր, հիմա 29734, չգիտեմ ինչքան է, նույնիսկ ծիծաղ բռնում այդ թվերի մասին, ինչ էլ է տարկում, դե ինձ համար պատկացած Հայաստանն Հայաստանն է, որ գոյություն էր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Դա է այն պատկերացրած ուրեմն ամբողջական Հայաստան, նրանից հետո մնացյալը հեքիաթներ են։ Բայց մինչև այսօր Ադրբեջանը ոչ
եկել է ոչ հայտարարություն արելի, շատ այդպես ասած ընդհանրական կերպով ասում են մենք դա Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, բայց այդ տարածքային ամբողջականությունը որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, Ալիևը ոչ մի հայտարարություն չի արել, քանի որ հայտարարություն չկատարելով իր համար դուռը բաց է պահում, պատուհանը բաց է պահում, որպեսզի ցանկացած ժամանակ կարողանա տարածքային պահանջներ ներկայացնել ուրեմն Հայաստանին, ինչը տեսնում ենք մինչև այսօր կա, նաև դուրս չգալ այն տարածքներից, որոնք այսօր օկուպացրել է Հայաստանի հենց բույն տարածքից, Սև լիճի տարածքում, ասենք Ջերմուկի տարածքում, հենց իշխանությունների հայտարարության համաձայն շուրջ 300 քառակուսի կիլոմետր գրաված է մնում Ադրբեջանի կողմից։ Այդ Ադրբեջանը բնականաբար չի ճանաչում, քանի որ այդ դեպքում ինքը արդեն ճանաչվելու օկուպացիոն ուժ պետք է դուրս գա։ Այդպիսով Նիկոլին խաբեցին եւ այդ օրվանից հետո Պրահա 2-ը իրավական եւ օրինական հիմք ստեղծեց Ադրբեջանի համար, որպեսզի 1 տարի անց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին եւ 20-ին կարողանա իրականացնել Արցախի օկուպացիան եւ որից մեկը չկարողանա իրեն ընդդիմանալ, որտեղ փորձում են ընդդիմանալ, ցույց է տալիս Նիկոլի հայտարարություն, ասում են այ Նիկոլ ասել է սա իմ տարածքն է, սա Ադրբեջանն է, Ադրբեջանի մեջ էլ չի կարող ուրիշ բանակ լինել, ուրիշ զորք լինել, սրանք պետք է բոլորը մաքրվեն գնալ եւ մենք ունեցանք արդյունքում այն, ինչ որ մենք այսօր ունենք։ Դա Նիկոլի կատարած հայտարարության վտանգավոր հետևանքն էր Պրահայում։ Իսկ հիմա ինչ է հայտարարում Նիկոլ Փաշինյանը, անուղղակի կերպով ճանաչում է արևմտյան Ադրբեջանի գոյությունը Հայաստանի տարածքում։ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ունեցանք այն, հիմա ադրբեջանական համայնքի գոյությունն է հաստատում Հայաստանում։ Ինչու է հաստատում, հիմա կասեք, բա ինքը չէր հայտարարել, միթե որ Հայաստանում չի կարող արևմտյան Ադրբեջան գոյություն ունենալ։ Ուզում եմ ասել, սա հեքիաթ է։ Ինչու է հեքիաթ, որովհետև տրամաբանությունը չի կարդում։ Ես օրինակ էի բերել հայերի հետ հարցազրույցում, այդ օրինակ էստեղ էլ ուրեմն պատկերացնեմ։ Դուք պատկերացեք ձեր ընկերոջ հետ ուզում եք ինչ-որ բան փոխանակեք։ Ձեր ընկերոջը նախ հայտարարում եք, որ իմ ընկերս իր ձեռքում ոչինչ չունի, խիար չունի։ Ես իմ ձեռքում ունեմ խնձոր։ Բայց իմ խնձորը փոխանակում եմ իր խիարի հետ։ Պարզապես տրամաբանությունը որ ինչքան ծիծաղելի է։ Եթե Ադրբեջանը չունի, այսինքն եթե քո ընկերը չունի իր ձեռքում, ասենք վարուն կամ խիար, դու քո խնձորը ո՞նց ես ուզում իր հետ փոխանակել։ Եթե դու փոխանակման առաջարկ ես անում, ասես ընկեր, եկ իմ ձեռքի խնձորը փոխանակեմ քո ձեռքում եղած այսինչ բանի հետ, ուրեմն դու հաստատում ես, որ այսինչ մարդի ձեռքում ունի ինչ-որ բան։ Մնացածը հեքիաթ է։ Եվ հիմա իրականության մեջ այստեղ էլ նույնն է տեղի ունեցել։ Եթե դու Ադրբեջանին ասում ես Ադրբեջանի Հանրապետություն, եկ փակենք մենք միասին, ես Արցախայության իրավունքների վերադարձի իրավունքի հարցը կփակեմ, դու արևմտյան Ադրբեջան վերադարձի թեման փակիր, անուղղակի կերպով եւ տրամաբանորեն ճանաչում ես, որ նման իրավունք Ադրբեջան ունի, կա, եւ հիմա դու եղածը փոխանակում ես իր հետ։ Եվ Ադրբեջանը ինչ անում, չի պատասխանում քեզ։ Չի պատասխանում, որովհետև եթե պատասխանի, ուրեմն ինքն ընդունում է Արցախայության իրավունքի վերադարձի իրավունքի հարցը, քանի որ փոխանակում է։ Եվ Ալիևը այդքան խելոք կա, Նիկոլի չափ հիմար չի, որ նման առիթ չստեղծի, քանի որ երբ որ ասած շատ լավ եկեք փոխանակենք, երբ որ դու փոխանակման առաջարկ ես տալիս, արդեն տրամաբանորեն ընդունում ես, որ դա ֆիզիկապես գոյություն ունի, որ փոխանակում ես։ Եվ Ալիև այդ հնարավորությունը չի տալիս, քանի որ ինքը ընդհանրապես մեժում այդ իրավունքի հարցը, եւ դեպի նման հարց ընդհանրապես գոյություն չունի։ Նիկոլի կատարած վտանգավոր հետևյալն է։ Հիմա արդյունքում լինելու է ինչ, նման փոխանակում չի լինելու, ինչպես որ մենք այսօր էլ եղանք։ Նիկոլը ընդհանրապես հրաժարված է Արցախայության վերադարձի իրավունքից, ինչպես հիմա էլ տեսնում ենք, չի արձարծել եւ սրանից հետո էլ չի արձարծելու։ Ադրբեջանը չի արձագանքել եւ բնականաբար չի էլ արձագանքելու այս ամեն ինչին, բայց արդյունքում լինում է այն, ինչ որ տեղ ունեն մենք հիմա։ Պաշտոնապես իրավական առումով ստեղծվում է մի հատ հասկացություն, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան անունով, որը գոյություն ունի, քանի որ Նիկոլը հայտարարել է անուղղակի կերպով, որ դա գոյություն ունի, քանի որ ուզում է փոխանակել։ Հիմա վաղը միջազգային առողջության մոտ ասես այդպիսի համայն գոյություն չունի, Ադրբեջանը Նիկոլի հայտարարություն դնելու առաջ ասել է ընկեր, բա եթե չունի, բա դու ո՞նց ես ուզում փոխանակել ինձ հետ։ Եթե այդպիսի համայնք ընդհանրապես գոյություն չունի, դու ի՞նչն ես ուզում ինձ հետ փոխանակել։ Ուրեմն կար որ ուզում ես փոխանակել։ Եթե կա, ես չեմ փոխանակում։ Իմ իրավունքն եմ պահանջում, իմ իրավունքս պետք է տաս ինձ եւ իրականություն դարձնես։ Ուզում եմ հասկանալ, որ հենց այնպես որ Պրահայի այդ կատարած հայտարարություն Նիկոլ Փաշինյանի բերեց մեզ հանգեցրեց Արցախի օկուպացիային եւ հսկայական կորուստի եւ դրա արդյունքում
ինչքան մարդ տնավեր դարձավ, կորցեց իր պարտավորվեց բռնագաղթել այն տարածքներից, այն հողից, որի վրա ինքը հազարավոր տարիներ ապրել է, Նիկոլի այս հայտարարությունը նույն վտանգավոր էֆեկտն է ունենալու եւ դուր է բացելու, որպեսզի Ադրբեջանը կարողանա հիմա արդեն իրավական առումով այդ պահանջը դնի, եթե նախկինում ինքը ինչ-որ պատմական աղբյուրների, բաների վրա էր հիմնվում, ասում է դե եղել են, հիմա արդեն ունի Նիկոլի խոսքով իրավական հիմնավորում իր պահանջները արդարացնելու համար, որին բնականաբար մենք պետք է փորձենք տարբեր միջոցներով հակազդել եւ թույլ չտալ, որ դա իրականություն դառնա։ Իսկ դրա իրականություն չդառնալու միակ եւ ամենագործնական միջոցն է նա, որ Նիկոլին հեռացնել իշխանությունից, այս չարիքին հեռացնել։ Դրա համար այսօր ցավոք սրտի եմ ուզում ասել, մեզ մնացել է միայն մեկ ճանապարհ, դա 2026 թվականի հերթական ընտրություններն են, եթե չհասնենք արտահայտ ընտրությունների։ Ինչպես նախագահ Քոչարյանն էլ ասեց, ընդհանրապես պլան B չպետք է լինի, որ այդ վեր ընտրվեց ինչ կանենք, այդպիսի բան չկա։ Չպետք է ընտրվի, չպետք է 2026 թվականի ընտրությունների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը լինի իշխանության։ Իսկ դրա համար մեզանից պահանջվում է ընդամենը մեկ բան՝ ճիշտ աշխատել, հեռու մնալ պառակտվածությունից, միմյանց թիրախավորելուց։ Ես նկատեցի ուրեմն ընկեր Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, որը վերջին օրերին Դաշնակցությունը լայն աշխատանք է սկսել ուժերի մեջ կոնսոլիդացիա ստեղծելու, համախմբելու գաղափարի շուրջ, ինչը չափազանց դրական է, ողջունելի երևույթ է, ինչպես միշտ Դաշնակցությունը գտնվում է իր բարձունքի վրա եւ հեռու մնալով, պես ասած, տարբեր այդպես ասած ամբիցիաներից փորձում է համախմբել մարդկանց մեկ գաղափարի շուրջ։ Եվ այդ գաղափարի հիմնական եւ վերջի կետը հետեւյալն է՝ հեռու մնալ հակաքարոզչությունից միմյանց հանդեպ։ Հակաքարոզչությունը բնականաբար պետք է իրականություն դառնա, եւ ես համոզված եմ դրա։ Եթե նկատեք վերջի շրջանում ես քաղաքական որևէ ուժի ոչ թիրախավորում եմ այդ առումով, եթե մինչև այն ժամանակ, երբ իրենց կողմից որևէ բան հիմնականում չի եղել, իսկ եթե կան, եթե թիրախավորվում է, բնականաբար արդեն լռելը նշանակում է, որ անիմաստ է դառնում։ Հույս եմ, որ այդ վերջի կետը ինչքան շուտ իրականություն կդառնա, այդ հակաքարոզչությունը իրականություն կդառնա, բայց այստեղ կա մի շատ կարևոր նաև կետ, քանի որ քաղաքական ուժերը իրենց ունեն կից լրատվամիջոցներ, ֆեյքեր, բլոգերներ, որոնց հետ իրենց փոխկապակցվածությունը շատ հաճախ մերժում են, եթե ասում ես, չէ, այս մարդիկ մեզ հետ կապ չունեն, բայց մեկը այդ իրենք չեն հակաքարոզչություն տանում, բայց բլոգերները, այդպես ասած լրատվամիջոցները ամեն դեպքում այդ հակաքարոզչություն իրականացնում են։ Ես կարծում եմ ընդդիմությունը նաև պետք է հստակորեն կարողանա ձևաչափ ճշտել, նաև հակաքարոզչությունը ոչ քաղաքական ուժերի, այլ նաև նրանց կից, այդպես ասած կառույցների կողմից դադարեցվի։ Օրինակ մարդիկ կան, տեսնում ենք օրինակի համար, ես ինչ գիտեմ, օրինակի համար հանրապետականի կողմից, այո, վերջի շրջանում թիրախավորումներ չեն կատարվում եւ այդպիսի բան չկա, բայց տեսնում ենք օրինակի համար մարդիկ Նարեկ Մալյան մյուսները շարունակում են այդպես ասած իրենց եթերներում թիրախավորել նախագահ Քոչարյանին, այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը, Հայաստան Դաշնքի պատգամավորներին էլ անցել ասես այդ վերջի լայվի ժամանակ ինչեր ասես չէր ասում Նարեկ Մալյանը։ Ես հույսով եմ, որ գիտեմ այս պուլտը ամեն դեպքում այս մարդկանցը ինչ-որ մարդ մետեղ գտնվում է, գտեք այդ պուլտը, ինչպես որ ժամանակին մինչև շուրջ 2.5 տարի հանգցրել էիք, չէին այդ մարդիկ աշխատում, առնվազն մի քանի ամսվա համար այդ պուլտը հաշկացեք այս մարդկանց, թողեք մեր ներընդդիմադիր դաշտը խաղաղվի, մենք կարողանանք կենտրոնանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու թեմայի վրա եւ հաստատ եմ ասում, եթե կարողանանք համախմբվենք, դադարեցնել միմյանց դեմ պայքարը, կկարողանանք ձևավորել իրական ճիշտ ընդդիմություն, որը իր տարբեր ճյուղերով կկարողանա ամենաշատ այդպես ասած լայն աջակցություն ապահովել, մասա բերել փողոց ընտրությունների եւ հաղթել Նիկոլ Փաշինյանին ընտրությունների ընթացքում։ Շնորհակալ եմ բարեկամներ, որ հետևեցիք ինձ